Ֆրանսիան 30 միլիոն եվրո չի հատկացրել Հայաստանին նրան Ռուսաստանից հեռացնելու համար։ Անդրեա Աղասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կոչ չի արել հեռու մնալ Հայաստանից։ Այս մի տեսանյութում էլ կեղծ տարբերանշանով պատմում են, թե Հայաստանը չունի միջոցներ իր զինվորներին վերապատրաստելու համար եւ Ֆրանսիան միլիոնավոր եվրոներ է հատկացրել հայկական բանակի վերապատրաստման համար 2026 թվականին։ Հայաստանին վերաբերող հորինված լուրերի հերոսներից է արդեն ոչ միայն Հայաստանի վարչապետը, այլև Ֆրանսիայի նախագահը։ Ես այստեղ վտանգավոր եմ տեսնում, որ որոշ լրատվականներ նախապես իմանալով, որ սա ապատեղեկատվություն է, սա կեղծիք է, սա հիբրիդային հարձակում է Հայաստանի Հանրապետության վրա, իրենք տարածում են, ես կարծում եմ այստեղ նաև մեր օրենսդրական լծակները պետք է գործեն, որպեսզի այդ լրատվականները հասկանան, որ խոսքի ազատությունը դա ամենաթողություն չէ։ Տեղափոխվենք Telegram ռուսալեզու ալիքներից մեկը առանց հղման ու որևէ ապացույցի ասում է, թե իբր Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը թուրքական եւ ադրբեջանական պետական հեռուստաալիքները անվճար հանրային մուլտիպլեքսում ներառելու վերաբերյալ որոշում է պատրաստում։ Այս գոյություն չունեցող լուրը հազարավոր մարդիկ են կարդացել, տարածել։ Անհայտ ծագման այս ալիքը եզրակացնում է, որ դա Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող եւս մեկ խաղաղարար նախաձեռնություն է։ Նախ իրենք փորձում են խոճապ տարածել, իրենք փորձում են վախ տարածել քաղաքացիների մոտ։ Տեսեք, հիմնական թիրախը այս ամենի հենց խաղաղությունն է, որովհետև խաղաղությունից է բխելու մնացած բոլոր կարևոր դրական արդյունքները, որոնք մենք կարող ենք ակնկալել եւ որոնք շարքային քաղաքացին ուզում է տեսնել իր մաշկի վրա, որովհետև երբ կա խաղաղություն, նշանակում է մնացած բոլոր պետություններ հետաքրքրված են քո հետ համագործակցել, ներդնել, ուղարկել փորձագետներ եւ համագործակցել։ Եվ այստեղ է թիրախավորվում խաղաղությունը։ Հենց այդ նպատակով էլ պարբերաբար կեղծ, չստուգված, էմոցիոնալ վտանգ ներկայացնող լուրեր են հայտնվում, օրինակ, թե ադրբեջանցիներն ազատորեն շրջում են Հայաստանում։ Վերջին սուտ լուրերից այս մեկն է հիշեցնում փորձագետը։ Մինչդեռ ադրբեջանցին Երևանում չէ, որ վարում էր մեքենան ադրբեջանական երգը միացված։ Որպեսզի մարդիկ հասկանան, որ այդ խաղաղության մասին խոսույթը դա կեղծիք է, որ սա խաբկանք է, որ ընտրություններին, եթե մենք հետևենք այս նույն խաղաղության կուրսի, դա բերելու է նոր պատերազմ, ավելի մեծ արհավիրքներ, որպեսզի մարդիկ հիասթափվեն խաղաղության մեջ։ Ինչու՞, որովհետև խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նշանակում է, որ իրենք այստեղ այլևս գոյություն չունեն, գործ չունեն անելու, եւ իրենց սպասարկող տեղի քաղաքական ուժերը նույնպես հետաքրքրված չեն, որովհետև որտեղ կա խաղաղություն, իրենց քաղաքական գոյությունն այլևս անիմաստ է, որովհետև իրենք 30 տարի շարունակ եղել են, քանի որ չկար խաղաղություն։ Եվ այդ կոնֆլիկտի հիման վրա են իրենք շարունակում իշխել։ Այսպիսով, ռուսալեզու տելեգրամյան ալիքներում մարտի 20-ից տեղեկություններ են տարածվում, թե իբր Ֆրանսիայի կառավարությունը 30 միլիոն եվրո է հատկացրել Հայաստանի զինված ուժերին լրացուցիչ վարժանքների համար, կցելով տեսանյութ, որտեղ կցված է Եվրոպա 1 ռադիոկայանի տարբերանշանը։ Տեսանյութում պնդում են, թե Ֆրանսիայում դժգոհություն կա Հայաստանի զինված ուժերին հատկացված ֆինանսավորման վերաբերյալ ու ներկայացվում է, թե Մակրոնը փորձում է նոր հակամարտություն հրահրել։ Մինչդեռ ռադիոկայանը նման բովանդակությամբ տեղեկություն չի հրապարակել։ Civilnet Check-ի ուսումնասիրությամբ նման լուր ընդհանրապես չկա ոչ ֆրանսիական լրատվամիջոցներում, ոչ պաշտոնական աղբյուրներում, ներառյալ Ֆրանսիայի պաշտոնական տեղեկագիրն ու պաշտպանության նախարարության կայքը։ Սակայն այդ գրառումը րոպեներ անց տարածվել է ավելի քան 200,000 հետևորդ ունեցող այլ ալիքներում։ Փաստեր ստուգողները նաև պարզել են. Տելեգրամյան ալիքը կառավարվում է Ռուսաստանից եւ պարբերաբար անդրադառնում է ռուս-ուկրաինական պատերազմին, կամավորների հավաքագրմանն ու զենքի համար դրամահավաքին։ Ռուսաստանից կառավարվող մեկ այլ հարթակում էլ Միկա Բադալյանի էջում 30 միլիոնը աճել դարձել է 50 միլիոն։ Միջազգային ամսագրերի կեղծ շապիկներ ու գլխագրեր, այն ինչ տարածում է բլոգեր Միկա Բադալյանը, սուտ է, ֆրանսիական թերթերը չեն գրել Փաշինյանի իշխանությունը պահելու համար 50 միլիոն եվրո տալու մասին որևէ հոդված։ Իսկ սուտ լուրը, որ ճիշտ երևա, օրինակ Միկա Բադալյանը հղում է անում ֆրանսիական հայտնի տնտեսական եւ բիզնես ուղղվածության La Tribune ամսագրին։ Բադալյանի հրապարակած շապիկում թողարկման ամսաթիվը 2026 թվականի ապրիլի 10-ն է։ Մինչդեռ ապրիլի 10-ին ամսագիրն այս շապիկն է ունեցել։ Փաստերի ստուգման հարթակը պարզել է այլ մեդիա ռեսուրսների շապիկներ եւս կեղծվել են, գոյություն չունեցող հրապարակումներ տարածվել։ Իրինամ Կրչյան, Էդգար Դավթյան, լուրեր։